Ես առաջին մանկականում հերթապահ անեստեզիոլոգ էի, իսկ ընդ օրը մեջ կլինիկան հերթապահ էր, 2 հատ մանկական խիրուրգիա կար։ Առաջին պլանի գլխինները եկել մուրացանի վրա ու սկորի օրերը կիսել էին։ 15 օրնա, 15 օրնա կամ 16-15։ Ու այնց ստացվեց, որ ընկերը, որը պետք է հերթապահ էր իմ հետ միասին, արձակուրդ գնաց իր законի արձակուրդն էր։ Պաստորեն ես 16 հերթապահություն տվել եմ մենակ առաջին մանկականում, այս դրա հետ միասին 6 էլ իմ մոտ եմ տվել։ Ճիշտ է, մերոնք քաղաքում չէին, գնացել էին Վրաստանի պրոչը, հա։ Հիվանդանոցում եք ապրել, էլի։ Գործի տեղն եք ապրել։ Չկասկածեք, որ դա տենց էլ եղել է։ Դա տենց էլ եղել է։ Եղել է, ես տուն չեմ մտել 3 օր օրինակ բան։ Հետո որ եկան ստուգեցին, ինձ ասին, Սերգեյ Պատվականիչ, ինչ անենք։ Ասի ինչ չեն անում այդ դեպքում, ասի չի կարելի է այդպես աշխատել, ասի 2 ամիս անցել է, ստուգում եկավ, ասի ինչ անեմ, ասեք, թեվրես կդրեք։ Հիմա եթե էտա եղել ես թողեի այդ կետը բաց, Պոստս թողել։ չի լելի ասի, օրենքով չի կարելի է։ Թույլ չտայիք, մարդ բերեիք, հիմա մեր մասնագիտությունը այնքան դեֆիցիտ է մեջ էր, հիմա կան մի քիչ էլի կան, լավ տղեր կան իմիջալով լավ։ Բժիշկ, գիտեք ինձ ինչն է հետաքրքիր, որ բժշկական ընտանիքներում ավտոմատ երեխաները կանայք բոլորն էլ սկսում են բժշկի տեմպով, բժշկի բարդությամբ ապրել։ Ես գիտեմ, որ եղել են դեպքեր ձեր կյանքում, որ ձեր դե որդին, թեկուզ կինն էլ ներգրավված են եղել, գիտեք ինչն եմ ուզում որ ասեք, արյան հետ կապված, ես գիտեմ, որ ձեր կինը հատուկ արուն ու դուք ստիպել եք, համոզել եք, որ ինքը նաև ներգրաված լինի, թե լրիվ համախոհեց։ Դա էֆիրի բան, հա, եղել է դեպքեր, որ մեզ մոտ կանայք ու ինքը շատ հազվադեպ խումբ ունի արյան, առաջի խումբը ռեզուս բացասական։ Երևի էտել դեր խաղաց, որ ես ունեցա 2 երեխա, ոչ թե ավել ինչքան ես էի ուզում, էլի։ Փոշմանել եք։ Դե մը փոշմանեմ, չփոշմանեմ, արդեն 6 հատ ծոր ունեմ։ 6 Անենց որ ուշա փոշմանել արդեն, էլի։ Դա մենք ունեցել ենք դեպքեր, որ կին արնահոսել է այդ խմբի, Այրան փոխներ արկման ինստիտուտում մի տուփ ա եղել, թե 2 չեմ հիշում, ես գնացել եմ կնոջս խնդրել եմ, դա 2 անգամ 2 թե 3 անգամ այդպես դեպք ա եղել է, տվել է հիմա հա էլի ոնց Սերը երկարակեցություն տալիս է։ Անպայման, եթե вы знаете, ասեմ ձեզ ռուսերեն, счастлив тот, кто счастлив у себя дома։ Երջանիկ է նա, ով տանն է երջանիկ։ Այո, աշխատանքա, փողոցա, անկերությունա, այդ իր տեղ ունի, բայց երբ որ դու մտնում ես տուն ու արդեն երջանիկ ես, որ տուն մտար, դա իհարկե բա լրիվ ստրես տանում է, իսկ ինչի են մարդիկ քիչ ապրում, դրան որ ստրես են տանում, ուշադրություն չեն դարձնում, ընդեն ջղայնանում, ընդեն ներվայնում, բայց որ մտար տուն ու դու բոլորը թողիր փողոցում Որտե կլինի, որտե տնից դուրս ասենք, տնից դուրս։ Համատեղ Հիմա ես մեր սոտով հեռախոսներ ընկան չեն թողում մարդ հանգիստ լինի, բայց էլի բոլոր դեպքերում աշխատում ենք էլի։ Համատեղ երջանիկ կեսդարյա կյանքի համար ինչ է հարկավոր։ Դուք ինչ եք ներդրել, ձեր կինն ինչ է ներդրել։ Ես եղել եմ դրսում, ինչ հնարավոր է տուն բերել ու դրսից եմ բերել, իսկ կինս տնտեսել է ու ստեղծել է։ Սկզբան մի քանի տարի աշխատել է ինքը, как пионер-вожат եւ այլն, հետո մի երեխա, երկրորդ երեխա վարձով ապրել էր, բան։ Դրամա ես կյանքս, երևի կյանքս էլի։ Մեր կուտեղում աշխատել ամենակիչը։ Մանկուց ինքնաբավ եք եղել։ Այո, միշտ։ Կլնից դեր դվրոցում, կլներ դվրոցում, կլներ դա փողոցում, միշտ ես իմ կարծիքը ունեցել եմ, բայց եթե իմ կարծիքը եղել է սխալ, ես ասել եմ ժողովուրդ ջան,
ներողամի տեղեք, չեմ հասկացել։ Ես առանց մեծ ուժ դնելու կարող իմ սխալը ընդունեմ։ Առաջընթացի ճանապարհն է։ Եթե ես իրոք ինձ ապացուցում եմ, որ ես սխալում, իսկ ինչի չընդունեմ, որ երկրորդ անգամ նույնը չանեմ, չէ՞։ Երևի դից էլ է գալի իմ հանգիստ մոտեցումս, իմ հանգիստ ես հաճախակի, եթե ինչ-որ կոնֆլիկտային սիտուացիա է ստեղծվում, ինձ խնդրում են միջամտել, հա։ Դե առաջինն է, որ տենում եմ մազերները սպիտակ, խալաթը վրետ, հանգիստ խոսալուց, ամեն ինչին հասելով, բայց չանելով իրանց հարթվում է, շատ եմ կարողացել դա անել, էլի, շատ։ Հեղինակությունն է, էլի անվերապահ։ Այս հաղորդումը նաև ավագ սերնդի համար է ու մասին, եւ երկրորդ շնչառություն է անունը, դուք եղել է ձեր կյանքում էտապ, որ կանգնել եք, երկրորդ շնչառություն եք վերցրել ու հետո շարունակել եք։ Չէ։ Առաջինի մեջ եք դեռ։ Հələ առաջինի մեջ եմ, բայց այս վերջի տարի ու կեսը ոնց որ ռեանիմատոլոգ, անեստեզիոլոգ ինձ թվում է արդեն գնում եմ դեպի երկրորդ շնչառությունը, բայց դժվար թե ես էլ կարողանամ կամ ցանկանամ աշխատել այդ մասնագիտությամբ։ Վերջին հաշվով Դե այգի մշակելուց, խաղաղ, հանգիստ, դա հա, փետ կոդրելուց, փեչ վառելուց, ես իմ ձեռից շատ բան է գալիս, էլի, բացի նրանից ես դպրոցական տարիների մալար եմ աշխատել։ Էդ ո՞նց։ 10-11-րդ դասարանի ես բան էի, առաջներում կար շկոլա ռաբոչեի մալադյոժի, որը կոչվում էր Վիչերնիա։ Ավարտել եմ վերջի երկու դասարանից բանը, Վիչերնի դպրոց եմ ավարտել։ Իհարկե ձեր պարապել եմ, Էվատ մերը քիմիա էր, ֆիզիկա էր, ռուսկի պիսմեն է, ռուսկի էր։ Մամել պարապել։ Բայց ձեր ցանկությամբ էիք աշխատում, թե որ ազատ չմնայիք, թե փողի համար, հետաքրքիր է։ Ամեն ինչի համար։ Համ ստաժ ունեցա, որը ինձ առավելություն տվեց բժշկական ընդունվելուց։ 2 տարվա ստաժը հաշիվ բեր արդեն, էլի։ Համ այդ, համ աշխատավարձ ստացա, համ ես իմ լուման, так сказать, տատիկիս հետ, հա։ Չէ, ես գոհ եմ։ Լավ դպրոց էր, բավականին շատ գիտելիքներ տվեցին, ճիշտ է, ես այդ 2 առարկան ռեպետիտորների հետ էի աշխատում, ես իմ աշխատավարձիս հաշվին ու մանկուց ինքնաբավ եք եղել։ Այո։